Խորհրդային գործարանները վերագործարկելու անպագորգոր խոստումները սին են։ Արդյունաբերությունը գործարկելու համար պետք չեն խորհրդային ժամանակներից մնացած ահռելի մեծ լքված տարածքները։ Պետք են շուկաներ, պատվեր, իրացում և մրցունակություն։ Առանց պատվերների, իրացման, մրցունակ գնի ու որակի, նույնիսկ լավագույն շենքերը կմնան դատարկ։ Այսօրվա տնտեսական մոդելն ու ԵԱՏՄ-ի փակ, սահմանափակ համակարգը մեր լոգիստիկ սահմանափակումների հետ միասին չեն տալիս արդյունաբերական թռիչքի հնարավորություն։ Մենք մնացել ենք փոքր շուկայի և բարձր ռիսկերի սահմանագոտում։ 2013-ին Հայաստանին փաստացի խցկեցին Եվրասիական տնտեսական համակարգի մեջ մեծ շուկայի և անվտանգության խոստումներով, բայց տարիների արդյունքում չստացանք ոչ մեկը, ոչ մյուսը։ Փոխարենը ստացանք կախվածություն և տնտեսական ընտրության սահմանափակում, նեղացում։ Տնտեսությունն ու արդյունաբերությունն աշխատում են միայն բաց երկրի պայմաններում, անցանելի ճանապարհներով, միջազգային ստանդարտներով, ֆինանսների հասանելիությամբ և վստահելի, կանխատեսելի կանոններով։ Առանց այս ամբողջ շղթայի գործարան վերագործարկելու խոսքը կեղծ նախընտրական մանիպուլյացիա է, որտեղ մրցունակ արտադրությունը ծնվում է այնտեղ, որտեղ կա պահանջարկ, որակի չափանիշ, երկարաժամկետ պատվեր և վստահություն, որ վաղը կանոնները չեն փոխվելու։ Դրա համար ճանապարհների ապաշրջափակումը, բարձր ստանդարտներին անցումը և գնողունակ շուկաներին հասանելիությունն է միակ ճանապարհը դեպի Եվրոպա, Միացյալ Նահանգներ, արաբական երկրներ։ Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը հենց այդ դռան բանալին է։ Արդյունաբերությունը գործարան չէ, շղթա է, պատվիրատուից մինչև հմտություն և սերտիֆիկացում։ Մեր մարդկային ռեսուրսը սահմանափակ է, ուրեմն պետք է տեխնոլոգիաներ, որ մեկ մարդը ստեղծի մի քանի մարդու արդյունք։ Մենք չենք կարող մրցել քանակով, բայց կարող ենք հաղթել խելացի, որակյալ, բարձրարժեք արտադրանքով։ Առանց արևմտյան տեխնոլոգիաների, Եվրամիության անդամակցության հստակ հեռանկարի և Միացյալ Նահանգների հետ խորը ռազմավարական գործընկերության չենք ունենա ոչ արդյունաբերական աճ, ոչ աշխատատեղեր, ոչ գործազրկության նվազում։ Սա ճակատագրական սահմանագիծ է՝ մնալ սահմանափակված ու վերահսկվող միջավայրում, թե դուրս գալ մրցակցության և հնարավորությունների բաց դաշտ։